Շնորհակալություն շատ, Տիկին Հարությունյան, մյուս խնդիրը որ կա եւ անհանգստացնում է բնականաբար թե մեզ եւ թե կարծում եմ նաեւ ձեզ պետք է անհանգստացնի առհասարակ դա կոռուպցիայի գոյությունն է այս համակարգում եւ օրեր առաջ հերթական դատավորը կոռուպցիայի գործով կարծես թե կալանավորվեց կամ ձերբակալվեց, անկեղծ ասած խափանման միջոցով այդպես չեմ հիշում, նաեւ այս դեպքում կուզեմ ձեր կարծիքը հասկանալ, որովհետեւ կոռուպցիան ինքն իրենով չարիք է եւ հատկապես այս համակարգում, ել չեմ խոսում, որ հետագայում տարեկան զեկույցների միջոցով միջազգային կառույցների կողմից մեծ ազդեցություն է ունենում Հայաստանի ժողովրդավարության ինդեքսի կամ կոռուպցիայի ընկալման ցուցանիշի վրա։ Ուրախությամբ պետք է նշենք, որ այս տարի մենք հետընթաց չունենք, բայց ուզում եմ ասել, որ մեր ցանկությունը, մեր նպատակը միևնույն կետում մնալը չէ, մենք ցանկություն ունենք այս դեպքում նույնպես առաջ գնալ եւ մյուս հարցը Տիկին Հարությունյան, շատերը ԲԴԽ գնալը օգտագործում են կարծես որպես ցատկահարթակ հետագայում իրենց գործունեությունը այլ ոլորտում շարունակելու համար։ Դուք ձեզ երկարատև տեսնում եք ընտրվելու դեպքում այս մարմնում։ Շնորհակալ եմ։ Վերջին հարցից եթե թույլ կտաք սկսեմ, Տիկին Ստեփանյան, ես այո, ինձ երկար եմ պատկերացնում այս մարմնում, այնքան, որքան որ ընտրվող անձի պաշտոնավարման ժամկետն է, ու հույս ունեմ, որ այդպես էլ կստացվի։ Ցատկահարթակ որպես դիտարկելու անհրաժեշտություն չունեմ, որովհետև իմ, այսպես ասած, կարիերան ես այնպես եմ ձևավորել փաստորեն այս ընթացքում, այդպես ստացվել է ամեն դեպքում, որ կարծում եմ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից հետո ցատկահարթակ որպես դիտարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը ճիշտ չի լինի։ Իմ պարագայում, որ հաստատ այդպես չի, կարող եմ ձեզ վստահեցնել։ Մյուս կողմից անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին դատական համակարգում, կոռուպցիան ոչ միայն դատական համակարգում, ընդհանուր առմամբ բոլոր մարմիններում էլ աղետ է եւ որևէ մարմնում դրա ի հայտ գալը իհարկե ազդում է բոլորիս, այսպես ասած, տպավորությունների, նաեւ համաթվերի վրա, որոնք որ միջազգային զեկույցներում նշվելու են։ Մյուս կողմից, եթե մենք չենք ունենալու դեպքեր, երբ կալանավորվելու են կամ առնվազն մեղադրանք է առաջադրվելու որևէ դատավորի նման գործով, դա կնշանակի միայն մի բան, որ մեր իրավապահ մարմինները բավարար աչալուրջ չեն աշխատում եւ հետեւաբար չեն կարողանում հայտնաբերել դատական համակարգում որևէ կոռուպցիոն ռիսկ կամ առնվազն շահերի բախում։ Այս դեպքում նույնպես կարող եմ ասել, որ դա ինչպես վատ կարող ենք դիտարկել, այնպես էլ դրական քայլ որպես կարող ենք դիտարկել եւ կոռուպցիայի դեմ պայքարը ամենօրյա եւ բոլորի սպարտականությունն է։